Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, թե Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ TRIP նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Սլովենացի Մարթա Կոսի այս հայտարարությունից թերևս կարելի է եզրակացնել, որ օգոստոսից քննարկվող TRIP նախագծի հնարավոր իրականացումը չի ներառում Հայաստանի առաջարկները։ Եվրամիությունն ունի իր սեփական առաջարկները եւ շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Բրյուսելում Ալիևի օգնականն էր նաև հայտնել, թե ադրբեջանական կողմը առաջարկել է Եվրամիության մասնակցություն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծին։ Օրեր առաջ էլ լրագրողները Հայաստանի փոխարտգործնախարարից էին փորձել տեղեկանալ, հնարավոր է Թուրքիան էլ մասնակցություն ունենա TRIP նախագծում։ Մնացական Սաֆարյանը հայտնել էր, թե կողմերը պետք է համաձայնություն տան, թե որ երկրների մասին էր խոսքը, Սաֆարյանը չէր հստակեցրել։ Գործընթացը նորմալ շարունակվում է։ Հայաստանը որպես անկախ պետություն այլևս ոչ մեկի կողմից չի ընկալվում, որովհետև Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է այդ անկախությունը, Հայաստանի գործող իշխանությունը հանձնել է հայկական ազգային շահերը եւ բնականաբար իմաստ չունի իրենց հետ բանակցելը։ Կոսի մեկ այլ հայտարարություն վերաբերում է Հայաստանի էներգետիկ համակարգին։ Հանձնակատարը հայտնել է, թե Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։ Տաշքենտում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր Հայաստանի էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար։ Եվ մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա։ Ինչու՞, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից։ Եվրոպական պատվիրակությունը եղել է Միջին Ասիայում եւ կնքել են մեծ պայմանագիր ավելի քան 12 միլիարդ եվրոյի ներդրումների մասին Միջին Ասիա եւ նույն նպատակով արևելք արևմուտք ճանապարհը ապահովել եւ ամբողջ ռեսուրսները Միջին Ասիայից տանել դեպի արևմուտք ու ոնց որ իրենք միշտ շեշտում են ամենակարևորը այդ ամենը առանց Ռուսաստանի վերահսկողության։ Ընդհանրապես ըստ քաղաքագետի Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակն է եղել ստեղծել արևելք-արևմուտք միջանցքը, որպեսզի Միջին Ասիայի ռեսուրսները հնարավոր լինի տեղափոխել Եվրոպա, իսկ Եվրոպան կարողանա զենք մատակարարել Միջին Ասիային, եթե ստեղծվի հակամարտություն Ռուսաստանի դեմ, որի շուրջ իհարկե արևմուտքն ըստ քաղաքագետի հիմա ակտիվորեն աշխատում է։ Այնուամենայնիվ Կոսը լավատես է եւ հավատում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղություն կհաստատվի, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվում։ Այդ երկրի նախագահն օրակարգում է պահում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվը։ Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև Երևանում խոսել եմ ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ։ Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա։ Այնպես որ այո, ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է եւ գիտեք, այնինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ։ Դրսից հետևելով դուք գուցե կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրությունները իրական են։ Եվրամիության բարձր հանձնակատարը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում կարևորում է նաեւ Թուրքիայի դերակատարությունը։ Կոսը հայտնել է, թե ինքը զգում է, որ խաղաղության կարգավորման գործընթացը իրական է, քանի որ ըստ նրա ներգրաված է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։